Պարոն Ալեքսանյան, խնդրում եմ պատմեք Ալեքսանյան Law Firm փաստաբանական ընկերության մասին, երբ է այն հիմնադրվել, հատկապես ինչ գործերով է զբաղվում։ Շնորհակալ եմ հարցի համար։ Ֆորմալ իմաստով Ալեքսանյան Law փաստաբանական ընկերությունը հիմնադրվել է 3 տարի առաջ։ Ինչ եմ ասում ֆորմալ իմաստով, որովհետև փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ոլորտում արդեն գոյություն ունի 10 տարի։ Ի սկզբանե 7 տարի աշխատել եմ այս ոլորտում որպես անհատ փաստաբան եւ հիմնականում մասնագիտացած եմ եղել եւ մինչ օրս շարունակում եմ այդ ոլորտով պարզապես մասնագիտացած լինել, քրեաիրավական ոլորտի մասին է խոսքը գնում։ Սակայն վերջի 3 տարիների ընթացքում որոշում կայացվեց իմ կողմից, որ պետք է հիմնադրել ընկերություն, որտեղ հագեցած կլինեն այնպիսի պրոֆեսիոնալ փաստաբաններով, որոնք արդեն կսպասարկեն ոչ միայն քրեաիրավական, նաև քաղաքացիաիրավական, վարչական, սնանկության եւ ավելի նեղ նաև ընտանեկան վեճերով բոլոր իրավունքի ճյուղերը։ Հարցը միգուցե առաջանա, ինչով էր պայմանավորված առաջի 7 տարին որպես անհատ փաստաբան աշխատելու, այնուհետև վերջի այս 3 տարիների ընթացքում նոր ընկերություն հիմնելու հարցում։ Ես կարծում եմ, այստեղ պատասխանը շատ ակնհայտ է, որովհետև ես ինքը շատ խստապահանջ եմ եւ բծախնդիր եմ նաեւ կադրային ընտրության հարցում եւ կարելի ասել այն ամբողջ ժամանակահատվածը, երբ որ հանդես եմ եկել որպես անհատ փաստաբան, չեմ ունեցել դեռևս լիարժեք հնարավորություն ընտրել այն կադրային, այսպես ասած, ասպեկտին, որոնց մեջ կտեսնեմ ինքս ինձ։ Այսինքն այս վերջի 3 տարիների ընթացքում, որ արդեն ընկերությունը հիմնադրվել է եւ մենք ունենք արդեն տարբեր իրավունքի ճյուղերով սպասարկող պրոֆեսիոնալ փաստաբաններ, սա արդեն հետևությունն է այն հարցին, որ ես գտել եմ այն կադրային կոնկրետ ասպեկտներին, որոնց մեջ տեսնում եմ ինքս ինձ։ Նշեցիք հիմնականում քրեաիրավական ճյուղը, ձեր ընկերությունը նաև հայտնի է շատ հնչեղ, հասարակական քաղաքական առումով հնչեղ քրեական գործերի սպասարկմամբ։ Խնդրեմ նշեք, թե հատկապես ինչ դժվարություններ են առաջանում, ինչպես եք որոշում ընդունել նման գործերը, թե չընդունել։ Տեսեք, վերջին տարիներին մասնավորապես Հայաստանի Հանրապետությունում քաղաքական առումով իրավիճակի փոփոխությունից հետո դուք շատ ճիշտ նշեցիք, տարբեր զգայունություն ունեցող քրեական վարույթներ են ծագել եւ այդ քրեական վարույթների շրջանակներում ես պաշտպանություն եմ իրականացրել։ Ամբողջ դժվարությունը կարելի ասել կայացել է նրանում, որ շատ դեպքերում օրենքը չի գործել։ Շատ դեպքերում մեր ձայնը դատարաններում լսելի պարզապես չի եղել։ Խոսքս բնավ չի վերաբերում նրան, որ նույնիսկ այդ հնչեղ գործերով զգայունություն ունեցող համապատասխան քրեական գործերով մենք չենք ունեցել հաջողություններ կամ մեր ձայնը բացարձակ լսելի որպես այդպիսիք չի եղել։ Ես այդ հարցում կլինեմ ոչ ազնիվ, որովհետև վերջի 8 տարիների ընթացքում այն քրեական վարույթներով, որոնցով ես պաշտպանություն եմ իրականացրել, նաև կարելի է դատել, թե այդ քրեական վարույթների ելքի տեսանկյունից կամ ընթացքային ելքերի տեսանկյունից ինչպիսի արդյունքներ են գրանցել, եւ միգուցե ինքս ինձ հակասեմ այդ հարցում, իսկ եթե արդյունքները եղել են բավականին շատ եւ արդյունքները եղել են դրական, ապա ինչպես է ստացվում, որ ձեր ձայնը լսելի չի եղել կամ հանդիպել ենք այսպես ասած դժվարությունների, անարդարությունների։ Բայց այս առումով այստեղ հատուկ պետք է շեշտադրել այն հանգամանքը, որ իսկապես այդ քրեական վարույթները իրենց հնչեղության եւ քաղաքական իշխանության որոշակի հետաքրքրության հանգամանքով պայմանավորված հենց դժվարությունները առաջացրել են այս հարցում, որ մեր ձայնը թեև եղել է լսելի, բայց եղել է շատ բարդ ժամանակային հատված, շատ բարդ ճանապարհ, շատ մեծ գործադրած ջանքեր, որպեսզի այս ձայնը իրականում լինի լսելի։ Շատ քրեական մեկ այլ վարույթներով միգուցե այդ հարցին ավելի հեշտ կլիներ հասնել կարճ ժամանակում, բայց այդ գործերով, որի մասին դուք նշեցիք, եղել է մի փոքր բարդություն հենց այդ հանգամանքով պայմանավորված։ Ներկայումս ընկերությունը բացի քրեականից նաև քաղաքացիական գործեր է սպասարկում, վարչական եւ սնանկության։ Ինչպիսին է արդեն ընկերության փաստաբանների փորձը եւ մասնագիտացումը այս առումով եւ ինչ առավելություններ ունի ձեր ընկերությունը։ Մեր ընկերությունը, ինչպես արդեն նշեցի, հագեցած է իրավունքի բոլոր արդեն ճյուղերով, վարչական, քաղաքացիական, սնանկության ոլորտում եւ բնականաբար կադրային ընտրությունը եղել է այնպիսի ձևաչափով, որպեսզի փաստաբանները ոչ միայն ունենան բավականաչափ փորձ այս ոլորտներում, որպեսզի
պրակտիկա առումով արդարացնեն բոլոր այն սպասելիքները, որը ունի ընկերությունը։ Բնավ մոտեցումը այդպես չի, թեև այս ոլորտում մեր փաստաբանները կոնկրետ ունեն բավականաչափ մեծ արդեն փորձ եւ երկար տարիներ այս ոլորտում մասնագիտացած են, ունեն բազմաթիվ գրանցած հաղթանակներ, արդյունքներ, ինչը նաեւ որպես չափանիշ իմ համար շատ կարեւոր էր կադրային ընտրության հարցում, բայց ունենք նաեւ փաստաբաններ, որոնք որ չունեն միգուցե բավականաչափ պրակտիկ գործնական փորձ այս ոլորտում, բայց տեսական զարգացվածությունը վերջիներիս այնքան մեծ է, որ ինձ ստիպեց նաև կադրային ընտրություն կատարել այս հարցի համատեքստում նաև ոչ մեծ փորձ ունեցող փաստաբանների միջև, քանի որ երբեմն հենց տեսական զարգացվածությունը ավելի մեծ եւ ուրույն նշանակություն ունի վարույթների շրջանակներում, քան պրակտիկ փորձը։ Միգուցե առաջին հայացքից տարակուսանք առաջացնի իմ այս ասածը, բայց գործնականը պրակտիկան զարգանում է տեսության հիման վրա, իսկ եթե տեսական պատրաստվածություն չկա, մի փոքր գործնականում ռեալիզացվել էլ կլինի շատ ավելի բարդ։ Հետևաբար մեր մոտ ընտրությունը այս երկու չափանիշով է պայմանավորված, ոչ թե մեկ կոնկրետ դա բավականաչափ փորձ է, այլ բավականաչափ փորձ է, ինչպես նաև տեսական զարգացվածություն։ Իսկ ձեր նշած բծախնդրությունը չի խանգարել այս ընտրության հարցում։ Շատ է խանգարել, որովհետև ես կադրային ընտրության հարցում շատ երկար եմ եկել իրականում այս հետևությանը, առասարակ երկար եմ անցել այս ճանապարհը, այնքանով որ դա ինձ համար պահանջել է 7 տարի կարելի ասել։ Բծախնդրությունը, տեսեք, ոչ թե կայանում է որպես այդպիսիք նրանում, թե ինչ որ ֆորմալ տեխնիկական հարցերին։ Ոչ, բծախնդրությունը ավելի շատ կայանում է նրանում, թե ինչպես է փաստաբանը վերաբերվում վարույթներին, ինչպես է վերաբերվում ինքը իր սեփական գործին, ինչպես է ինքը շփվում եւ վերաբերվում հաճախորդներին։ Մենք շատ լավ գիտենք, որ այս հարցերը մեր մասնագիտության, մեր ոլորտում շատ մեծ դերակատարություն ունեն, որովհետեւ տվյալ պարագայում փաստաբանությունը դա իրավապաշտպան գործունեություն է եւ դու բոլոր ջանքերը պետք է գործադրես, որպեսզի քո հաճախորդների շահերը հավուր պատշաճի պաշտպանվեն դատական ատյաններում կամ արտադատական կարգով։ Հետո յուրաքանչյուր պարագայում ես այս հարցին, երբ որ վերջնական, այսպես ասած, հետևության եմ եկել եւ կադրային ընտրություն եմ կատարել, առաջնային գործոններից եւ ֆակտորներից մեկը այն էր, թե ինչպիսի վերաբերմունք ունի հենց փաստաբանը ինքը իր մասնագիտության հանդեպ, ինչպիսի հարգանք ունի ինքը իր մասնագիտության հանդեպ, որովհետեւ եթե փաստաբանը չի վերաբերվում իր մասնագիտությանը, տվյալ պարագայում փաստաբանությանը որպես իրավապաշտպան գործունեություն եւ իր մասնագիտությանը վերաբերվում է ֆորմալ իմաստով, կներեք ավելի պարզ լեզվով ասած ժամը 9-ից 6-ը ես աշխատում եմ, 6-ից հետո ես չեմ աշխատում եւ 6-ից հետո ես այլևս փաստաբան չեմ, այս հարցում այո, ես բծախնդիր եմ, որտեվ ես ինքս ինձ դիտարկում եմ որպես փաստաբան եւ փաստաբան 24 ժամյա ռեժիմով։ Իմ համար չկա 9-ից 6-ը, 6-ից հետո ես անհասանել եմ կամ 6-ից հետո ես փաստաբան չեմ։ Հետևաբար բծախնդրությունը այս հարցում այդ ֆորմատի տեսանկյունից է իմ համար կարևոր։ Պարոն Ալեքսանյան, ձեր նշած 24 ժամյա գրաֆիկով դատական համակարգի հետ մշտական շփման պայմաններում ինչ խնդիրներ կարող եք վերհանել Հայաստանի Հանրապետության դատական համակարգը, արդարադատության համակարգը ինչ խնդիրներ ունի այսօր։ Տեսեք, շատ հեշտ է ասել, որ խնդիրները շատ են։ Խնդիրներ կան։ Խնդիրներ բոլոր բնագավառներում կան, ոչ միայն դատական համակարգում, առասարակ իրավական համակարգում կա խնդիր ու խնդիրները քիչ չեն, բայց շատ էլ չեն։ Շատ հեշտ է ասել, որ խնդիրները շատ են, բայց շատ բարդ է թվարկել այդ խնդիրները։ Հիմա տեսեք, բարեբախտաբար ներկա պահին մենք ունենք բավականաչափ կայացած դատական համակարգ։ Ինչու եմ ես սա ասում, որովհետև առասարակ դատական համակարգի լավ ու վատ բնորոշում տալը, մենք ուզենք թե չուզենք, պետք է գնահատական տանք, թե ինչպիսի մենք դատավորներ ունենք այս պայն Հայաստանի Հանրապետությունում։ Բարեբախտաբար դատական համակարգը վերջին տարիների ընթացքում հագեցած է երիտասարդ դատավորներով։ Եվ ես կարծես թե ամենօրյա ռեժիմով լինելով դատական նիստերի դահլիճում, օրական 3-ից 4 դատական նիստեր ունենալով եւ Երևան քաղաքի բոլոր շրջաններում, բոլոր դատական նիստերի դահլիճում ես ամենօրյա ռեժիմով եմ գտնվում, ես կարող եմ շատ վստահ ասել, որ ներկայապահին մեր մոտ կադրային ընտրությունը դատական համակարգում արկա դատավորների մասով
բավականաչափ հաջող ընտրություններ են կատարված։ Խնդիրը իմ համար կայանում է ոչ թե տվյալ պարագայում հենց կոնկրետ դատավորների տեսանկյունից, այլ խնդիրը ավելի շատ իմ համար այսօր կայանում է հենց դատական համակարգի զուտ տեխնիկական տեսանկյունից ծանրաբեռնվածության պատճառով, որովհետև բազմաթիվ վարույթներ, ես կարող եմ ասել հատկապես քրեական վարույթների տեսանկյունից, գործերի քննությունը տևում է շատ երկար։ Եթե մի գործ հնարավոր է ավարտել 1 տարվա ընթացքում կամ ավելին, ասեմ նույնիսկ ամիսների ընթացքում, որտեղ գործի ծավալից է կախված, ավելի պրակտիկ, ավելի մասնավորեցված ասեմ, 1 հատորանոց քրեական վարույթը չպետք է տևի 1 տարի, 1.5 տարի, 2 տարի, 1 հատորանոց քրեական վարույթը պետք է տևի այդ վարույթի իրականացումը առավելապես 1-ից 3 ամիս։ Այդ խնդիրը հենց կայանում է դրանում, որ դատական համակարգը այնչափ ծանրաբեռնված է եւ միգուցե դատավորների քանակի պակասություն կա, որը հենց հանգեցնում է այս խնդրին, որ վարույթները չեն ավարտվում, հաճախորդները դժգոհ են, խափանման միջոցները այս հարցի շրջանակներում վարույթի տևողության գոյության պայմանավորված շարունակում են գոյություն ունենալ, իրավունքները անհարկի սահմանափակում են, ձգձգվում են նրանց իրավունքների պաշտպանության երաշխիքները։ Այս է խնդիրը։ Նաև վերջին շրջանում փաստաբանական համայնքը հաճախ է վերհանում կալանք խափանման միջոցի կիրառության հարցը, նշում են, որ սա չի դիտարկվում որպես ծայրահեղ միջոց, ինչպես պիտի դիտարկվեր։ Ձեր կարծիքը այս հարցի շուրջ ինչպիսին է։ Տեսեք, կալանքի հարցը մշտապես եղել է խնդիր ու կշարունակի լինել խնդիր, բայց եկեք մի փոքր համեմատություն անենք նախորդ քրեական դատավարության օրենսգրքի եւ ներկայիս գործող քրեական դատավարության օրենսգրքի միջև։ Դուք շատ լավ գիտեք, որ քրեական դատավարության օրենսգիրքը փոփոխությունների է ենթարկվել, որպես այդպիսիք եւ այլընտրանքային խափանման միջոցների զանգվածը շատ է մեծացել։ Մենք եթե նախորդ քրեական դատավարության օրենսգրքով չունենք տնային կալանք, չունենք վարչական հսկողություն կամ այլ խափանման միջոցներ, ներկա պահին այլընտրանքները կալանքին այլընտրանքների զանգվածը որպես այդպիսիք մեծացել է։ Ինչի եմ սա ասում, որովհետև քրեական դատավարության նոր արդեն գործող քրեական դատավարության օրենսդրության պայմաններում կալանքների կիրառումը այդքան շատ չի, այլընտրանքային խափանման միջոցների կիրառումը ըստ իս ավելի շատ է։ Հետևաբար այս առումով ասել, որ ներկա պահին կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հարցը գերակայում է կամ ունի այն աստիճան մեծ խնդիր, ինչի կարելի ասել օրինակ 4 կամ 5 տարի առաջ, ես մի փոքր այս հարցի հետ չեմ համաձայնվի, որովհետև մենք շատ լավ տեսնում ենք, որ համատարած կիրառվում են տնային կալանքները, այո, թեև եւս կալանք է որպես այդպիսիք, բայց ավելի նվազ ռեժիմ է նախատեսում, քան կալանքը, ավելի կոմֆորտի տեսանկյունից, բարենպաստ պայմանների ստեղծման տեսանկյունից, բնականաբար ավելի նվազ ռեժիմ է, քան կալանքը, բանտային կալանքի մասին է խոսքը գնում։ Հետևաբար այս առումով ասել, որ կալանքը որպես խափանման միջոց Հայաստանի Հանրապետությունում կիրառման տեսանկյունից ունի գերակայություն եւ մեծ խնդիրներ, ես մի փոքր այս հարցի հետ չեմ համաձայնվի, բայց մի բան նկատենք, այո, երբեմն կալանքը կիրառում է ոչ իր նպատակի հասնելու համար, այսինքն պատշաճ քննությունը ապահովելու, քննության համար խոչընդոտներ չստեղծելու, մեղադրելը վարույթից չխուսափի, հանցանք չկատարի, այո, երբեմն կիրառվում է ոչ թե այս նպատակների ապահովման համար, այլ որպես պատիժ։ Բայց տվյալ պարագայում ես կարծում եմ, որ օրենսդիրը այս հարցի լուծումը տվել այլ ընտրանքային խափանման միջոցների լայն զանգվածը նախատեսելով եւ հենց այս լայն զանգվածը նախատեսելով վստահություն է ներշնչել արդեն հասարակության մեջ, որ կալանքներին կան բազմաթիվ այլ ընտրանքներ եւ կալանքը չի կիրառվում որպես պատիժ եւ դրա վառ ապացույցն է այս մեծ զանգվածի նախատեսումը։ Ձեր բազմամյա փորձի ընթացքում ինչ հաջողության պատմություն եք ունեցել, որ հիշվող է հենց հատկապես ձեզ համար, կխնդրեմ նշեք մեկը կամ մի քանիսը, որոնք յուրահատուկ կարևորություն ունեն։ Այս 10 տարիների ընթացքում շատ արդարացումներ են եղել, բնականաբար, թե իրավական, ֆանտաստիկ իրավական խնդիրներով, թե նաև մարդկային բնականաբար գործելով պայմանավորված, տեսեք, իրականում փաստաբանի համար իր աշխատանքի մեջ կա երկու դժվարության չափանիշ։ Մի բանը պաշտպանել մի անձի, որ իրականում նույնիսկ դու ես վստահ, որ ինքը անմեղ է, շատ բարդ է, հավատացեք, շատ բարդ է, քան այլ դեպքերում, երբ որ չեմ ասի միանշանակ պնդման, որ մեղավոր է, բայց փաստերի, այսպես ասած, գոյությունը ապացուցողական զանգված այնպիսին է, որ մի փոքր անելանելի վիճակ է ստեղծում եւ դու ինքդ հասկանում ես, որ այսպես ասած հաղթանակի հասնելը կլինի մի փոքր բարդ։
Տեսեք, այս տարիների ընթացքում կարող եմ մի գործ առանձնացնել, մասնավորապես իմ կողմից նշված հանգամանքով պայմանավորված, երբ որ դու գիտես, որ մարդը ակնհայտ անմեղ է եւ դու չգիտես, թե արդյոք արդարությունը այն չափ գոյություն ունի, մասնավորապես հաշվի առնելով նաեւ վերջինիս անձը, միգուցե նաեւ քաղաքական իրավիճակը եւ այլ գործոններ, եւ դու կկարողանաս իրականում իմանալով, որ ինքը անմեղ է, 100%-անոց իմանալով, որ ինքը անմեղ է, դու հասնես նրա արդարությանը։ Խոսքը վերաբերում է Գորիսի քաղաքապետ Արուշ Արուշանյանին։ Ես պաշտպանել եմ իրեն 2021 թվականի ընտրություններից հետո տեղի ունեցած, զարգացած իրադարձություններով պայմանավորված, եւ Արուշ Արուշանյանը այն իմ պաշտպանյալն էր, որի վերաբերյալ ես ունեի 100%-անոց վստահություն, որ ինքը արդար է, որ ինքը անմեղ է եւ ինքը չի կատարել այն, ինչ նրան վերագրում են։ Եվ այստեղ մարդկային առումով մի փոքր դժվարությունը կայացել է հենց այս հարցում, թե որքան քո ունակությունները, քո իրավական գիտելիքները, քո խիզախությունը, քո հնարավորությունը թույլ կտա, որպեսզի դու կարողանաս հասնել նրան, ինչը որ հենց արդարությունը պահանջում է, որպեսզի հաստատվի նրա անմեղությունը։ Բարեբախտաբար մեզ դա հաջողվեց։ Մենք կարողացանք եւ Արուշ Արուշանյանը 22 թվականի մարտ ամսին, եթե չեմ սխալվում, արդարացվեց, բայց հենց այս հանգամանքն է եղել շատ կարևոր նաեւ մարդկային տեսանկյունից, որպեսզի դու կարողանաս իրականում հասնել նրան, ինչին ոչ միայն դու հավատում ես, այլ հենց օբյեկտիվ իրականությունում դա գոյություն ունի, դա այդպես է, վերջինս արդար է, որտեղ մենք շատ լավ գիտենք բազմաթիվ կան քրեական վարույթներ, որտեղ մարդիկ իսկապես արդար են, չեն կատարել այս կամ այն հանցանքը, բայց փաստական տվյալների զամբյուղը, ապացուցողական բազան եւ այլն իր օգտին չի եղել, ինչ գործոններով պայմանավորված, կլինի սուբյեկտիվ եւ այլն, բայց անձը չի կարողացել հասնել արդարությանը եւ դատապարտվել է, այսինքն անմեղ անձը դատապարտվել է։ Այստեղ սա է շատ կարեւոր, որ երբեմն վստահ լինելով, գիտակցելով, որ անձը իրականում մեղավոր չի, ու դու կարողանաս այդ արդարությանը հասնես։ Հակառակ պատկերը, հակառակ պարագայում այն ինչ տեղի ունենա, անձը դատապարտվի, մարդկային տեսանկյունից հավատացեք փաստաբանի համար կլինի շատ ավելի բարդ։ Եթե շատ վարույթներ կան, որտեղ դու տեսնում ես անելանելի վիճակը եւ դա օբյեկտիվ է, եւ դու արդյունքի չես կարողանում հասնել, փաստաբանը կարող է ինքը իր մեջ ասել, որ դե ամեն ինչ արեցի, սակայն փաստերը ախր հակառակի մասին էին վկայում, եւ դու ինքդ շատ լավ գիտակցում ես, թե ինչպես է իրադարձությունները տեղի ունեցել։ Եվ այս հարցում փաստաբանը խիղճը կարող է լինել հանգիստ, բայց բոլոր այն դեպքերում, որը որ ես նշեցի, անձը անմեղ է, ու դու դա շատ լավ գիտես, նաև փաստերով, բայց հակառակ պատկերն է տեղի ունենում, հավատացեք դրանից շատ վատ բան մեր գործի մեջ գոյություն չունի։ Իսկ եղել են դեպքեր, երբ անվճար իրավաբանական ծառայություն եք մատուցել կամ այժմ լինում են դեպքեր նմանատիպ։ Ժամանակին դեպքեր եղել են, հիմա էլ կան, դե օրենքի փոփոխությունից հետո մեզ մի փոքր սահմանափակ հնարավորություն է տալի օրենքը անվճար իրավաբանական օգնություն ցույց տալու։ Այո, շատ են եղել դեպքերը, ես հիշում եմ նաև մի դեպք, իմ մոտ եկել էր հաճախորդ եւ թմրանյութի իրացման հետ կապված գործ էր որպես այդպիսի եւ վերջինս չէր կարողանում վճարել այն գումարը, որը որ ես ցանկանում եի վերցնել իմ աշխատանքի կատարման համար, նույնիսկ մի քանի փորձերի պարագայում, որ X-ը եթե չէ, ապա Y-ը, եթե Y-ը չէ, ապա Z-ը, այնուամենայնիվ անձը չուներ հնարավորություն, որևէ տեսակի ֆինանսական հնարավորություն, որպեսզի իրավաբանական օգնություն ստանալու համար վճարը կատարի։ Սակայն ներողություն ձևակերպմանս համար ես ունեի ասենց սպորտային ինտերես այս հարցի մեջ, որովհետև վարույթի նյութերը ուսումնասիրելուց հետո ես տեսա, որ տվյալ գործը պետք է ունենա հենց դրական արդյունք։ Այսինքն ակնհայտ է, որ տվյալ անձը պետք է արդարացվի։ Եվ ես չուզենալով նաև այդ հնարավորությունը բաց թողնելու եւ նաև տեսնելով, թե ինչպիսի հոդվածի մասին է խոսքը գնում եւ ինչ է սպառնում տվյալ անձին ազատազրկման տեսանկյունից թմրանյութերի շրջանառության ամենածանր հոդվածն էր դրած, որի սանկցիան նախատեսվում էր 7-ից 15 տարի ազատազրկում եւ տվյալ անձը շատ երիտասարդ էր, եթե չեմ սխալվում 18 կամ 19 տարեկան էր։ Անկեղծ ասած ես որոշեցի այդ ժամանակ ու նաև բազմաթիվ են բնականաբար դեպքերը, որ ես այդ գործով կաշխատեմ անվճար հիմունքներով, որպեսզի համ տվյալ պարագայում տվյալ երիտասարդի կյանքը չփչանա եւ հնարավոր
այլ ինչ-որ իրավիճակներով պայմանավորված վերջինս չդատապարտվի, որտեղ ես ինքս տեսնում եմ այդ խնդիրը քրեական վարույթի մեջ, որը ես կարող եմ լուծել եւ կարող եմ հասնել արդարության։ Եվ բնականաբար նաեւ մասնագիտական զուտ այդ սպորտային հետաքրքրության տեսանկյունից ցանկանում եմ հաղթանակ ունենալ եւ այդպես էլ եղավ։ Փաստաբանական ոլորտում առկա խոչընդոտները եւ խնդիրները որոնք կարող են խանգարել փաստաբանական ընկերությունների զարգացմանը, ոլորտի բարելավմանը։ Ավելին քան ակնհայտ է, հարկային բեռը։ Մենք նույնիսկ կատակում ենք արդեն, որ պետությունը դարձել է փաստաբանային գործընկեր, որը պարտավոր է զուտ գործընկերային հարաբերությունով պայմանավորված կիսել իր եկամուտը։ Ես կարծում եմ դրանից ավել խնդիր ներկայացնի Հայաստանի Հանրապետությունում փաստաբանության ոլորտում չկա։ Ինչու՞, որովհետև մեզ դիմում են հաճախորդներ եւ այնպես չի, որ ֆինանսական հագեցվածությունը այնքան մեծ է բոլոր քաղաքացիների մոտ, որ կարողանան ինչ որ X կամ Y գումար փաստաբանի վճարը, այսպես ասած, տալու համար։ Տեսեք, մենք ստիպված ենք փաստաբանական ծառայության համապատասխան վճարը մեծացնել այնքան չափ, որի պարագայում մենք այն համապատասխան հարկային բեռը, որը պետք է կրենք, պետությանը մեր պարտականությունը կատարենք, սակայն նաև մնացյալ գումարով ունենանք հնարավորություն մեր աշխատանքը կատարելու։ Այսինքն տվյալ պարագայում ստեղ խոչընդոտներ ստեղծում է փաստաբանության գործունեության համար, բայց նաև ոչ բարենպաստ պայմաններ ստեղծում են նաև քաղաքացիների համար, որովհետև ծառայությունների թանկացման հանգամանքը հանգեցնում է նրան, որ քաղաքացիները կամ չեն ունենում փաստաբաններ, կամ տվյալ պարագայում ունենում են թեև փաստաբանները, բայց ոչ իրենց ցանկությամբ նախընտրած այնքանով, որքանով իրենց ցանկությամբ նախընտրածը ավելի թանկ է, այսպես ասած, եւ իրենց պատկերացմամբ, ընկալմամբ իրանք չեն ստանում այն բավականաչափ իրավական պաշտպանությունը, որը որ կցանկանային ստանային։ Շատ քաղաքացիներ իրենց արդյունավետ պաշտպանությունը տեսնում են հենց կոնկրետ փաստաբանի անձով պայմանավորված։ Միգուցե շատ սուբյեկտիվ է իմ ասածը, բայց շատ դեպքերում անձը կա, որ ասում է, ես ուզում եմ, որ լինի իմ փաստաբանը X-ը, կամ Y-ը պարզապես այդ X-ի կամ Y-ի ծառայության համար վճարելու պարզապես հնարավորություն չունի։ Եվ սա գալիս է նրանից, որ հարկային բեռը մեծացվել է, տվյալ պարագայում ծառայությունները թանկացել են, եւ ով է կրում դրա, այսպես ասած, բացասական հետևանքները միայն ու միայն քաղաքացիները։ Իսկ այս ամենը հաշվի առնելով զարգացման ինչ տեսլական ունեք ձեր ընկերության համար։ Մենք ունենք որոշակի ձևաչափ, ունենք որոշակի մտքեր այս հարցի կապակցությամբ, որը մոտ ապագայում կռեալիզացվի։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։